Ամեն տարի փետրվարի 15-ին Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման օրը աֆղանական պատերազմի հայ վետերանները հավաքվում են Հաղթանակի զբոսայգում տարիներ առաջ տեղադրված աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դնում վերհիշում երիտասարդ տարիքում անցած պատերազմական ուղին։ Այսօր կրկին աֆղանական պատերազմի 100-ից ավելի հայ վետերաններ հուշակոթողի մոտ էին։ 18 տարեկան տղերք, հիմա 54 տարեկան տղերքին ուզում ենք դեմներով նմանացնենք իրար։ Այսինքն հանցագործները մենք ենք որ անեն։ Եթե չխոսանք, դուջան արդեն 6 հատ թոր ունեն։ Դա ո՞նց է զուր։ Լևոն Քոչարյանը Աֆղանստանում ծառայել է 1980 թվականին 20 տարեկան հասակում զորացրվելուց ամիսներ առաջ։ Ասում է, որ երբ տեղափոխեցին Աֆղանստան, իրեն զգում էր որպես ազատարար։ Ամբողջ բոլկը տեղափոխվեց Աֆղանստան, Կանդագար։ Ինչ ասացին, ինչի համար են տանում։ Ինտերնացիոնալ պարկ կատարելու համար։ Այնտեղ կոմունիստական կուսակցությունը գլուխ էր բարձրացրել, ապրիլյան հեղափոխություն էր, Բաբրակ Քարմանին նշանակելին առաջի քարտուղար, մեզ էլ տարան, որ կոմունիստական կուսակցության շահերը պաշտպանենք։ Այ հիմա որ հետ եք նայում, արդարացված էր այդ պատերազմը։ Չէ, արդարացություն չկար դե։ Քոչարյանի ասելով աֆղանական պատերազմի վետերաններին այսօր մոռացության են մատնել։ Միայն հիշում ենք, հա? Թոշակ է ստանում։ Հա, թոշակին 5000 դրամ փող են տալի, այդ նպաստների փողը Որպես աֆղանական պատերազմի մասնակից։ Որպես աֆղանական պատերազմի մասնակից այդ 50%-ների փոխարեն, որ այն ժամանակ 50% կրճատում էին գազը, ջուրը, լույսը, հիմա դրանց դիմաց տալիս են 5000 դրամ, իսկ Ռուսաստանում 8000 ռուբլի են տալի։ Հրակ Կնյազյանը խորհրդային բանակ զորակոչվելուց անմիջապես հետո ծառայությունը շարունակել է Աֆղանստանում։ Պայքարել ենք դուշմանների դեմ, դուշման էին ասում այն ժամանակ, պայքարում ենք դուշմանների դեմ, չնայած թռուցիկներ էին գցում ամերիկացիները, թե ովքեր էին դուշմանները, թռուցիկներ էին գցում, որ ինչ է կրվում, ում համար է կրվում, մեկը քանդվելու է ամեն ինչ, դուք հեռանալու եք ստեղից, արդարացված ենք անում, որ պաշտպանված էր մեր հայրենիքը։ Գիտեք ինչ կա, սովետական կառավարության ժամանակ մենք չէինք մտածում։ Պետություն էր մտածում, մենք հրամաններ էինք կատարում։ Այ որպես պատգամավոր իշխող կուսակցության պատրաստ եք ինչ-որ օրինագիծ, որը գիտեք, պետք է օրենքներ բազմակի կա, ուղղակի պետք է ամեն ինչը կարողանանք համախմբենք մի պատերազմի վետերան այդ օրենքի տակ, թե հայրենական պատերազմի, թե արցախյան, թե աֆղանական եւ այլ պետություններում ծառայողներին կարողանանք այդ պատերազմի վետերանի մասին նոր օրենք ընդունենք, թարմացը տավել։